ուզում եմ մի բան ցույց տամ ձեզ, ժողովուրդ ջան։ Այս գերանդիների սկավառակները, որ տեսնում եք այս զուգարանի պատին, ամբողջ գյուղով այսպես շպրտած են տարբեր տեղեր, դա հենց որ ասենք օգտագործվեց, այլևս էլ օգտագործել պետք չես կարա։ Եվ որոշեցի ես երեսպատում անել դրանցով, շատ հետաքրքիր դիզայն ստացվեց։ Մտածում եմ նաև ամբողջ 4 բոլորը անեմ։ Գյուղում ասել եմ ժողովրդին, տղեկին, որ հավաքեն ինձ համար։ Գնամ բերեմ անեմ, տենց նաև ասում եմ իսկ ինչու ոչ կարելի է զրուցարանն էլ մեծ մասը ամբողջ այդ սկավառակներով այսպես երեսպատել, շատ սիրուն բան կլինի։ Դե ժանգոտ բանակ, այսպես ոտի տակ ասենք պետք չի գալի, խանգարում ուղղակի էկոլոգիապես էլ ասենք ինքան հաջող բան չի էլի, ասենք երկաթը գցած է հայաթում կամ կախած է, ասենք ինչու ցանկապատերին, ինչու։ Կարելի է այսպեսի սիրուն բան անել, տեսեք ինչ լավ ստացվեց։ Հիմա այս մասն էլ ամբողջ այսպես կանեմ եւ կլինի շատ սիրուն զուգարանն է պիտի սիրուն լինի, էլի։ Այսպես ժողովուրդ ջան, հասնենք գործի, հիմա նստեմ եւս մեկ անգամ հաճույք պատճառեմ ձեզ եւ պանորամա ցույց տամ այն Արայի լեռնա, այսպես եւ Սարալանջ գյուղը, Սարի թատրոնը։ Մեր ամսի 10-ի ներկայացումը անցավ ուղղակի հոյակապ, շատ լավ անցավ, ժողովուրդ ջան։ Հանդիսատեսը դիքներ, հյուրասիրությունը, հետո մթնոլորտը Եվա Եգանյանը երգեց, մեր սիրելի երգչուհին, իր ամուսինը դաշնակահար է, շատ հայտնի Լոս Անջելեսում Ռոմա Կանյանը նվագակցում էր եւ մեծ հաճույք ստացավ հանդիսատեսը, շատ լավ էր, հենց ֆուրշետի ժամանակ էր այդ ամենը կատարվում։ Ես չէի խանգարում, չէի երգում։ Ես գնացի պատրաստվեցի, հենց որ իրենք ավարտեցին, ես միանգամից արդեն մտա բեմ, ասիկա բեմը որն է, բեմը իմ պատշգամբն է, էլի, հա։ Եվ խաղացի նախավերջի անգամ այն լորուձորն է ներկայացումը, վերջի ներկայացումը եւ փակումը Սարի թատրոնի այս սեզոնը արդեն կպրծնի, ցավոք կլինի օգոստոսի 29-ին։ Ես չգիտեմ տոմսերը արդեն վաճառվում են թե չէ, բայց կարող եք ներկա լինել։ Ես չգիտեմ այդ օրը համեր կլինի թե ոչ, բայց հյուրասիրություն եւ ներկայացում եւ fire show, որտեղ ներկայացումից անմիջապես հետո իջանք այս զրուցարանը, ստեղ էս տաղավարում fire show արեցինք, fire show-ն իրանց ներկայացնում է եւ որ այս սեղանի վրա ցույց տամ ձեզ այս սեղանը որ տեսնում եք գլոր, նա երկաթից է եւ տակը կրակ է վառվում եւ դրվում է միս, տրփիրշիկ, ոբշեմ այսպիսի բաներ եւ տենց ուղակի գինու հետ կամ գարեջրի հետ մարդիկ ճաշակում են եւ ասեն որ այդ ամենը հյուրասիրություն արին նույնպես չեմ վաճառում այդ ամենը մեր սպոնսորներն են տրամադրում մեզ 3-7-ին գարեջուրը եւ կարասը գինիների գործարանը այսպես ժողովուրդ ջան հիմա ասենք մեր բուն թեմային ես ուզում եմ խոսեմ մի հետաքրքիր թեմայից որը որ լսեցի YouTube-ով մի ալիք կա դες խորհուրդ եմ տալի Մանդելայի էֆեկտը կոչվում խոսում հայոց պատմությունից եւ մենք սովոր ենք խոսել հերոսների եւ մեր պատմության պայծառ այսպես ասած էջերի մասին, բայց այդ թողարկումը նվիրված էր հայ դավաճաններին։ Շատ ակտուալ թեմա է, դավաճանների թեման եւ անուն առ անուն Արտաշեսյաններից մինչև Բորիս Կևորկով, այսպես ասած, հեղինակը խոսեց եւ նյութեր էր բերում, ասենք ամեն մեկը ինչ արե, ինչպես է փոխել պատմության ընթացքը, եթե իրենք չանեին, չլնեին, ինչ կարող է լինել, ինչ վնաս տվեցին հայրենիքին,
ինչպես է հիշել իրենց ժողովուրդը, մեկին անարգել է, մեկին չգիտեմ, ինչև հիմա մի հատ կա չէ, ինչ որ Սյունիքի մարզում կա մեկը, ոնց էր ազգանունը չեմ հիշում, մի խոսքով թքում են գերեզմանին, բան միջև հիմա։ Գիտեք, հետարքիր մի օրինաչափություն կա բոլոր դավաճանների բանի կենսագրության մեջ, որ իրենք իրենց միսիան կատարում են, ասենք համահանում են ինչ որ բան են, ինչ որ բան կամ ծախում են, կամ հանձնում են, կամ սպանում են, կամ նու դավաճանում են հայրենիքին, բայց բոլորը անխտիր, հետո շատ վատ կյանք են ունենում։ Բոլորին անխտիր նա, ով որ օգտագործում է, հետո սպանում է, գլխատում է, անարգում է, բանտարկում է, եւ մեծ հաշվով այն նպատակը, որի համար իրենք անում են այդ դավաճանությունը, հետո նորմալ ապրելու, հա, ասենք մեկը իշխանության համար է անում այդ դավաճանությունը, մեկը փող աշխատելու համար է այդ դավաճանությունը անելու, իր դիրքը ամրացնելու համար է անում, չէ, բայց ոչ մեկ նպատակին չի հասնում, նենց հետարքիր է, ոչ ոք 59 դավաճանի անուն տվեց հեղինակը, ցավոք ազգանունը չեմ հիշում, անպայման գտեք Մանդելայի էֆեկտը, շատ լավ ալիք է, ես միշտ խորհուրդ եմ տալի, էլի, որ բացի իմ ալիքից կարող եք գրանցվել ավելի խելոք ալիքների, այսպես ասած, ներեցեք, եւ ձեր աշխարհայացը մի քիչ լայնացնեք, 59 հոգի էր, եթե չեմ սխալվում, եւ 59 հոգի էլ չափազանց դժբախտ մարդիկ են, ոչ միայն այն պատճառով, որ ազգը նզովել է իրենց, որ իրենց, ասենք, մերժել են, որ նրանք վտարանդիներ են, որ նրանք վատ են իշում, չէ, ի վերջո մարդ, որ դավաճանություն անում, ինքը առանձնապես բարոյական մարդ, ինքը չի մտածում իր մասին ինչ կմտածեն։ Մեր այսօրվա այդ եզերին նայեք, ասենք քաղաքական գործիչների մասին, որ ակնհայտ, ասենք, աշխատում են նոտարի համար, աշխատում են պետության դեմ եւ այլ, ասենք իրանց շատ պետք է ժողովուրդը ինչ կմտածի իրաց մասին, չէ, բայց այն գործեցի միտքս, այն նպատակը ինչի համար իրենք դա արել են, ասենք, որտեղ հետո ավելի լավ ապրելու, ասենք իրեն դրանք չեն հասել։ Հիմա դա կարելի է միստիկայի դռները ընկնել, ասել աստղոպատիժ, կարմա եւ այլն, բայց ես կարծում եմ, կա շատ պրիմիտիվ մի բացատրություն, որովհետեւ այն մարդը, ով որ դավաճանում է իր սկզբունքներին, այդ ազգի շահերին, նու անցյալում իր թագավորին, իր իշխանին, իր ժողովրդին, ինքը հարգանք չի վայելում պատվիրատուի կողմից, հա, շատ պարզ բան է, շատ պարզ սխեմա է այստեղ աշխատում, ինչու իրանք հետո չեն կայանում, լավ չեն ապրում, որտեվ շատ պարզ է դա, որտեվ այն մարդը, որ դա արեց, դա ուրեմն վաղը իրա քեզ է դավաճանելու, եւ շատ տեսպես տխուր պատմություն էր այդ ամեն ինչը, որ այդ մարդիկ, ասենք, բոլորը շատ վատ վախճան են ունենում, շատ վատ վախճան են ունենում, կրկնում եմ ոչ թե նրա համար, որ իրենց հետո անարգում են գերեզմաններին, չիշիկ են անում կամ ես մի, չէ, այլ այն, որ իրենք հենց կյանքի օրոք հետո մնում են ջարդած տաշտակի առաջ։ Ես խնդրում եմ, գիտեք, լավ, մինչև այդ խնդրանքս մի հատ ուրիշ բան էլ ասեմ, եւ որտեղից մենք գիտենք այդ դավաճանների բան, որովհետեւ ժամանակը կամաց իլյուստրացիա է անում։ Շատերի անունները, ում որ տվեց հեղինակը, գիտեք, ոչ միայն հայկական աղբյուրներում են նշում որպես քաղաքական գործիչ, այլ նաև այլ աղբյուրներից էլ, ասենք, այդ տվյալները հավաքած է եւ տեսնում ես, որ իրականում հա ուղղակի մի քահանա չի, որ նստել է, ասենք, գրել է, որ էսի դավաճանա կամ էսի ինչ, այլ ուրիշ տեղերից էլ ինչ որ տենց աղբյուրներ կա եւ կարող ես այդ իլյուստրացիա ասելը անես, հա։ Իմ խորին համոզմունքը, իմ չի կարող ինձ համոզել հակառակը։ Երկիրը դառնում է երկիր միայն այն ժամանակ,
երբ որ լինում է լուստրացիա։ Մինչև մենք չբացենք մեր KGB-ի արխիվները, մինչև մենք չհասկանանք ի վերջո ինչպես են մեզ մանիպուլացրել, ով այո, մինչև այն ամենայն տականք, հա, ով ում վրա է գրե, Ստալինի ժամանակ ինչ ա եղել, ինչպես ա եղել, որ Հայաստանը այդպես ծվեն, տես բզիկ եղավ, հա, այս ասենք անկլավներ գոյացան, չգիտեմ, սկսեց դեմոգրաֆիկ պատկերը փոխվել, նույն ասենք Ղարաբաղում, նույն Նախիջևանում, Հայաստանում, հա, ոնց ասենք, ոնց եկան, ինչ եղավ, ինչպես գլխատվեց մեր բանը, մտավորականությունը, խոսքը միայն Չարենցի մասին չի, հասարակ գրագետ մարդկանց մասին, դպրոցի դասատու է, այսա այնա, ինչպես քայքայվեց մեր Սփյուռքը, ոնց քայքայվեց մեր եկեղեցին, դարավ մի պոռնկածին ինչ որտես մի հատ մի կլոակա դարավ, չգիտեմ այդ բառը ոնց է հայերեն, հա, որտեղ ասենք ինչ աղբ ու զզվելի, զազրելի երևույթ կա ժողովրդի մեջ, սկսեց կուտակվել եկեղեցում, հա, այդ մանիպուլյացիաները, այդ բաները, ու մի խոսքով, միայն ոչ միայն եկեղեցին իման, եկեք չթիրախավորենք, առածելի բան չեն, հա, բայց ոնց ապականվեց մեր կամ չստեղծվեց անգամ Հայաստանում մեր ինստիտուտները, մեր բարոյական ինչ որ տենց արժեքները, ինստիտուտները ինչպես տապալվեցին, նույն ասենք լյուստրացիան պետք է արվի նաև ոչ միայն մեր այսօրվա շրջանում, այլ նաև Սովետ միությունից մինչև այսօր մի հետարքիր օրինակ բերեց մենակ մեկի հա ազգանուն եմ հիշում բացի ասենք Մելիք Ֆրանգյուլից ինչ որը 16-րդ դարում ես ինչ որ խալատ հարը 16-ում թե 17-ում այլ մեր այսօրվա ասենք Ղարաբաղյան ասենք այդ գործընթացի մեջ հա տեսեք Ղարաբաղը քայքայվեց ոչ միայն 90-ականներին հա երբ որ սկսեցին Ղարաբաղից արտագաղթել, որ Ղարաբաղում չավելացան բնակչություն, որ չզարգացավ տնտեսությունը, որ մարդիկ բարոյալքվեցին եւ սկսեցին, ասենք, Հայաստանը ատել շատերը, հա, Ղարաբաղցիներից։ Այդ ամեն ինչը դեռ Ալիևյան շրջանի Հայր Ալիևից, ասենք, Կևորկով կար մի հատ մի սարսափելի մի երևույթ, ես հիշում եմ այդ իրան Ռայկոմի առաջին քարտուղարն էր, որը նպաստեց Ղարաբաղի դեմոգրաֆիկ այդ բանի վիճակի փոփոխմանը, հա, որ սկսեցին շրջաններ ադրբեջանցիներով լցվել, տեղից սկսվել է, այսինքն տեսեք, մեղադել մենակ, ասենք, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին, բանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Քոչարի բան, սուտ կլինի, դու լիարժեք պատկերը կարող ես ունենալ, երբ որ խորանաս երևույթի մեջ, ինչպես եղավ, որ Ղարաբաղի ինքնավար բանում, այդ հանրապետությունում և գետ մի հոգի չավելացավ, ասենք թուրքերը ավելացան 3 անգամ, իսկ այնտեղ ոչ, իսկ Ղարաբաղում ոչ, տեսեք, Ադրբեջանը 6 միլիոն էր, հիմա 10 միլիոն է, մենք 3 միլիոն ենք, հիմա 2.5 ենք, կամ էլի 3 ենք 30 տարվա ընթացքում, այդ ամեն ինչը խնդի, մինչև չլի այդ լուստրացիա ասացը ժողովուրդ, մինչև չլի այդ խորքերը փորելու և ուսումնասիրելու այդ ցանկությունը և հնարավորությունը մենք երկիր չենք դառնալու։ Մենք կլինենք էլի այս մակարդակին, երբ որ պարլամենտում ակնհայտ ռուսական ագենտը կարող է դառնա եվրոինտեգրման այդ մեծ զարմար կա, չնե ոնց է կոչվում այդ հանձնաժողովի նախագահ խնդալու է աջակում են Ռուբինյան ինքը խնդաց, ինքը ասաց, ինքը խնդաց, ասենք, հա, չի բացահայտվի դոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, Սերժ Սարգսյանն իր համար հանգիստ կֆրֆռա, բայց ասենք
մնացածին կբռնեն, որովհետև նու ըստ երևույթին Նիկոլ Փաշինյան Սերժ Սարգսյան պայմանավորվածություն կա երևի թե ինչ որ, այսինքն մինչև դու չփորփրես, այդ սաղ չհանես, չի ստացվելու, ցավոք։ Բոլոր այն երկրները, ովքեր որ ոտի են կանգնել, նույն մեր բալթյան երկրները, նույն Սինգապուրը, որ հա ասում եք Սինգապուր, այդ լյուստրացիաները արել են, իրենք բացել են այդ արխիվները, որը որ գունե ունեն, որտեղ մեր արխիվները մի քանի անգամ դուրս հանվել Մոսկվա։ Ասում են, չէ, Վանեցյանը դրեց, ասում են, թևի տակ տարավ, լսել եմ, կարող ապատայի սխալը։ Կամ ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Ղարաբաղ կոմիտեն բռնեցին, տարան Մոսկովսկը Տիշինա, մի հատ քսեցին, հա, եկան ստե չի ամբողջ երկիրը քանդվեց, ինչի ոնց քանդվեց, ինչի համար ամբողջ սովետական միության ամբողջ տնտեսությունը ստանոկներով, բաներով դուրս էին հանում Պարսկաստան ծախում էին Լևոնի ժամանակ, ինչի, այդտեղավ Մատրոսկը Տիշինա նստելուց հետո, հա, հիմա երիտասարդները շատերը դրա մասին ոնց որ բանում չեն գրի, հա, այդ դասագրքերում չեն գրում, բայց մենք ականատեսներս հոտեստուն ես հիշում եմ, ես տեսել եմ գործարաններից կամազներով պարսկական մեքենաները բարձած այն վերջի են լավագույն են հաստոցները, ստանոկները դնում ու տանում էին դեպի սահման, տանում էին գործարանները կոպեկներով բան էին անում, սեփականաշնորհում էին, վաուչերը, չտես բասիներ էին տալիս, ժողովուրդը, բայց այս օլիգարխ այդ բիզնեսմեն ասածները որտե՞ղ, դա քիչ բիզնեսմեն, դա իդիոտ են, կյանքում կոպեկից չեն կարացել սարքել, բոմժ էին նրանք, բայց ոնց մի անգամից հարստացան, որովհետև մոտ էին կայնացել կլանին, լևոնական, հա, եւ երկիրը քանդվելու ժամանակ ոնց պլստացին ոնց որ, հա, ու իրար սպանեցին, իրար կերան, իրար եսի ինչ արեցին, բանդիտիզմը, գողությունա, էսա, այնա, նալոգ չմուծելա եւ այլն, հետո կամաց ասենք դե հիմա իրան գործարաններ են, չոմրիչ, իրան գործարար են։ Ասենք գործարան մինչև այն ժամանակ, երբ որ իշխանությանը չեն ձեռ տալի։ Հենց որ մի քիչ էս կողմենքով մի անգամից արդեն մեջ օլիգարխեն բդի խփեն, պարկասնեն, տանեն բանտիվան։ Այսինքն մինչև այդ սաղ չբացվի ժողովուրդը, ոչ մի իլյուզիաներ չունենան, մեծ ոչ թրիպը փրկելու, ոչ Ալիևի բանը բարյացակամ տենց վերաբերմունքը մեր նկատմամբ, որ լավ դեռ պատերազմ չեմ սկսի, հələ մի հատ էս սահմանադրություն տեսեք ինչ եք անում, հետո ես կմտածեմ, չի փրկելու։ Մեզ կփրկենք միայն մենք, երբ որ լինի ինչ որ մի իշխանություն, որը կարողանա այդ բեռը վերցնել իրենց վրա։ Այս իշխանությունը պետք է լիներ կամ միգուցե մինչև հիմա էլ կա, ես չգիտեմ, այն անցումային իշխանությունը, այն մոստը, այն կամուրջը, որից հետո պետք է սկսվի ինչ-որ մի այդպիսի գործընթացներ, որտեղ սրանք չեն կարող անել։ Սրանք կապված են։ Այս իշխանությունը եկավ իշխանության ընդ որում եւ նրանց շնորհիվ։ Մենք սաղս գիտենք ախր ոնց եկավ Փաշինյանը, ժողովուրդ, դուք տեսել եք դա։ Դուք տեսել եք, դուք հիմա մեկ մարդը կարճ հիշողություն ունի, մեկ մոռանում է, էլի։ Ժողովուրդ ջան, լեննականից քայլելով եկանցնե, Վովային Գասպարյան ասեի մի հատ բանում է, շլանգով մի հատ ջրեր կպրծներ է սաղ բազարը, հասկանում եք։ Всё, իրա դաչայից պրոստը մեծ պզասներ ասենք, շլանգով ասենք, հաստատ է ճանապարհին դաչակ ունենա, էլ ինքը ամեն տեղ ունի, չէ։ Ու կպրծե բազ, բայց չէ, չպրծավ, գեներացրեցին, ինչու այդ հարցերը, որ մենք այդ չենք պատասխանում դա։ Մենք այդ դրա պատասխանները չգիտենք։ Եվ մենք իրանից պահանջում ենք լյուստրացիա։ Ինչ լյուստրացիա։ Իրանք չեն կարող անել, չէ։ Բացառվում է։ Մենք պահանջում ենք, իհարկե, հիմա էլ եմ ասում, արեք, բան, արեք, բայց չեն կարող անել։ Որովհետև ինչ որ կապվածություն եւ ինչ որ պայմանավորվածություններ, հիշում եք այն ժիլետը, բանը Կարապետյանը մտավ Փաշինյանի մոտ, սպասում էին ժողովուրդը, դա դուրս եկավ, ասեց կներեք, Սերժը հետո ասեց, ես սխալվեցի ինքը, ճիշտ էր, բան տենց, ոբշեմ, ու այդ սա սկսվեց։ Իհարկե լավ է, որ սկսվեց, իհարկե լավ է, որ ինչ-որ մի բան փոխվեց, որովհետև նու տես չեր կարա շարունակվեր։ Իհարկե, բայց փոխվեց ամենավատ սցենարով մեզ համար, Ղարաբաղի կորուստով,
Հիմա որ ասում են որ չեն խոսում Եվրոպայում կամ որտեղ վերջապես լուծվեց Ղարաբաղյան խնդրեմը եւ ախր չլուծվեց է մամաներս լացացրեցին ուղակի բերանս բաներ եկե չլուծվեց դա էդի լուծվելը կլներ երբ որ փողջիչումներով բաներով ինչ որ մի ձև տենց ասենք համ մեզ լիներ մի քիչ վատ համ նրանց լիներ մի քիչ վատ բայց չլուծվեց դա ուղակի մեզ սպանեցին եւ լուծեց չկա մարդ չկա պրոբլեմ հիմա չկա Ղարաբաղ չկա պրոբլեմ եւ ասել որ դա լուծվեց դա լուծվել չի բայց այդ ամեն ինչը պատճառներ ունի այդ ամեն ինչը պատճառ մեր կյանքը այդ սաղ պատճառները պիտի հանվի դուրս եւ մինչեւ դա չլինի մենք այ միշտ այսպես սպանված մարդու հոգի նման տենց կդեգերենք դժողքի եւ դրախտի արանքում եւ ոչ այնտեղ կընդունեն մեզ ոչ այստեղ ներեցեք այսպեսի դեպրեսիվ հայտարարության համար միգուցե հավատացյալ եմ դառնում չգիտեմ ինչևէ ժողովուրդ ջան գրանցվեք ալիքից խնդրում եմ եւ նաև հիշեցնեմ, որ Սարի թատրոնը այս տարի խաղաց իր ներկայացումները, վերջի ներկայացումը կլինի 29 օգոստոսի համեցեք եւ ակտիվ եղեք GoFundMe-ին, ակտիվ եղեք donation-ներին, որ ես մյուս տարի արդեն այդ, այսպես ասած, ծածկն էլ սարքեմ եւ կարողանամ լի արժեք խաղալ, որովհետեւ ես կարող եմ խաղալ միայն այն պիեսերը կամ այն պիեսը այսօրվա դրությամբ, որը որ կապված է գյուղական կյանքի հետ։ Հա այգու մեջ, ասենք բալկոնում, բան տենց եւ այլն։ Չէ, վաղ կարող է որ մեկի գոմը խնդրեմ, ասենք այնտեղ խաղամ կովիդ էր, ասում են լավ է ստացվում։ Հա։ Բայց եթե ուզում ես խաղալ ինչ որ մի այլ բան, համերգներ տալ բան եւ այլն, իհարկե ծածկ է պետք։ Շնորհակալություն, անպայման կհանդիպենք։ Երևի թե այ այսքանը, հա, կենոք